На трибуне Ленин. Красноармейцы, капиталисты Англии, Америки, Франции ведут войну против России. Они помогают деньгами и военными припасами русским помещикам, которые ведут против советской власти войска из Сибири, с Дона. 17 թվին ռևոլյուցիա է, 17 թվից Ամերիկան ուզեցել է սովետական միությունը քանդի։ Ծնված բուն օրվանից ուզեցել է սովետը քանդի։ Եվ վերջապես Գորբաչովին տրակտորիստից հասցնելով մինչև կառավարության գլուխը Մարգարիտ Թետչերը տարավ վերանը դրեց ու Մարգարիտ Թետչերը Ազատ Պապը հավատում է Խորհրդային Միության վերականգնմանը, ճիշտ է մի քիչ նորովի, բայց նա վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կվերականգնի միությունը։ Սիրում եք Պուտինին։ Շատ։ Ինչի՞։ Ինչն է պատճառը։ Որտեղ մտածում է սոցիալիզմի մասին։ Պուտինից առավել Ազատ Պապը սիրում է Լենինին, այդ պատճառով էլ 1998 թվականին գյուղի կենտրոնում նրա արձանը տեղադրեց, հետո էլ որոշեց, որ եկել է գյուղը Կարմիր Կուբա անվանելու եւ Հայաստանի կազմից դուրս գալու ժամանակը։ Ես լա գրեցի կառավարություն, որ մեր գյուղը առանձնացնեն Հայաստանից, այդ 95 թվականին Մարսպետը կանչեց իր մոտ, ասեց, «Էսի չես գրած, ես տենց եմ ուզում արա, դու չեք ասում ազատություն, ոսկե իրավունք, ինչ ուզում ես ասա»։ Այս քայլը գնահատվեց հեռավոր Կուբայի ղեկավարության կողմից, Ազատ Պապին այցելեց Մոսկվայում Կուբայի դեսպանը, անձամբ Կարմիր Կուբան տեսնելու։ Իրան առողջություն ունի, նոր տեսա տելևիզորով կարգին ուրախացա։ Դեսպանից հետո գյուղ եկան կոմունիստներ աշխարհի տարբեր ծայրերից, իսկ Կիպրոսի ժամանած մի կոմունիստ էլ վերջերս դարձավ Կիպրոսի Հանրապետության նախագահ։ Այստեղ այս բարձրության պարբանդան են սարքելու, ուտնեմ Լենինիկի Սանդրին 150-200 կիլոյանոց մրամրից 54 թվի քանդակ։ Եսի հեգել եմ մետաղալում որպես հայրումին հանձնելուց պատբարում արի աղբեր։ Ձեզ մենակ չեք զգում, որ դեռ հավատում եք այս ամեն ինչին։ Չէ։ Կան էլի մարդիկ, կան ընկերներ, որ էլի հավատում են այս խաղափարախոսությանը։ Ահա որ շատ իրանց տերերից հեռու։ Ամենամոլին, որ նայում ես ցավոք կոմունիստակերվում, բայց ինձ տենալուց ասում է ես քո ցավը տանեմ դու ճիշտ ես։ Քանի հատ ունեք։ Ես ինչ ոնց որ ասես քանի կոմունիստ կա Հայաստանում։ Չգիտեք։ Չգիտեմ։ Բայց չեք ասել։ Через реки, горы и долины, сквозь туман, пургу и черный дым, мы вели машины, объезжая мины, по путям, дорожкам фронтовым. Эх, путь дорожка фронтовая, не страшна нам бомбежка любая, а помирать нам рановато. Есть у нас еще дома дела, а помирать нам рановато. Есть у нас еще дома дела. Путь для нас к Берлину, между прочим. Եսի, պատրաստել եմ, որ կպցնեմ, այստեղ, նայի,
Ոնց խիան ուզում։ Այդ ժամանակի ավտոյա։ 80 2-3-ը։ Ազատ պապի գյուղում բոլորն են նախընտրում ռուսական կամ սովետական մեքենաներ։ Այդ գյուղի ավտո չէր էդ յապես։ Ոչ ալիգարխ ունենք, ոչ հեղինակություն, համորած ասի որ 24 թվից այս գյուղը լավ մի հատ կալանավորել չի տվել։ 98 թվի հոկտեմբերի, նոյեմբերի 2-ին դրել ենք 6-ին 60-ը, 2 տոննա, մեքենայով պարշի, կրանով բան, նախորոք արդեն պատմադանը պատրաստ էր, վերել ենք ու տեղադրել։ Սա Ազատ պապի սիրելի վայրն է, իր տեղադրած Լենինի արձանի շուրջն է հավաքում գյուղի երիտասարդներին և սկսում պատմել։ Чтоб сказку сделать былью, преодолеть пространство и простор. Нам разум дал стальные руки крылья, а вместо сердца пламенный мотор. Все выше, выше и выше стремим мы полет наших птиц, и в каждом пропеллере дышит спокойствие наших границ, бросая ввысь свой аппарат послушный или творя невиданный полет, мы сознаем, как крепнет флот воздушный, наш первый в мире пролетарский флот. Все выше, выше и выше стремим мы полет наших птиц, и в каждом пропеллере дышит спокойствие наших границ. Ազատ պապի համակիրների մեծ մասը երիտասարդներն են, որոնցից շատերը հեռացել են գյուղից։ Շոյցանք չնկարեց արաբանին հանրապետականին վնասը, այդ հատակ դարներ էր բան։ Բայց բոլորն են դատարկ ես տները։ Չի երև։ Սաղ դատակ։ Ռուսաստանի տարբեր քաղաքն է։ Փաստորեն Ռուսաստան են գնում։ Հետո դու գիտես այդ երգը։ Որ։ Այդ ռուսական երգեր է, որ ասում է Մոյդոմնի ուլիցա նի ինչ։ Երգի ծովա լավ, արի դու լավ կգի։ Որ երգում էին է, ասում են Մոյդոմնի ուլիցա նի ինչ, Մոյդոմ Սովետսկի Սայուզ։ Հիմա այդ ժողովրդին է, իրանց համար դոմ բան չկա, ունիղ դոմ Սովետսկի Սայուզ, գնացել են ամբողջ Ռուսաստանում։ Мой адрес не дом и не улица, мой адрес Советский Союз. Լենինի արձանը Ազատ պապի համար լավ կյանքի մասին հուշ է, հենց այդ հուշերով է նա կիսվում երիտասարդների հետ, ասելով, որ ամեն ինչ վերադառնալու է։ Ես նկարը իրան պետք է գա, որ եկավ սովետը կասի, այս այդ մարդու հետ եմ նկարվել։ Երիկ ջան, արի մի հատ էլ դու նկարվի, արի ազիժ է, արի սայակո ապագան։ Ինչն եք ավելի շատ կարոտում։ Աշխատանք, երեխաներիս ապագան։ Ես ուզում եմ ապրեմ անենց, ոնց որ ապրել են իմ երեխաները։ Իմ ներողություն, ես ուզեմ իմ երեխաները ապրեն, ոնց որ ապրել եմ։ Ոչ թե Թումանյանի խոսքի նման, Թումանյաններ ասում չէ։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, բայց ես ընդհակառակն եմ ասում։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես ապրեք։ Մարդիկ են փոխվել, գնացել են, մնացածը նոր են ծնվել։ Իսկ տեսակը մարդկանց։ Մարդկանց տեսակը անուղեղ ապրում են։ Իսկ ես գրքերը որտեղից եք ճարել։ Արելի ասես բորդեյցել են, կողել են։ Այսպես Ազատ պապը զայրանում է մեկ էլ այն ժամանակ, երբ փորձում են համեմատել սովետական եւ ներկայիս իշխանություններին։ Նրա խոսքով անկախանալուց հետո երկրի ղեկավարները սկսեցին գիրանալ, հետո խախտվեց ղեկավար դառնալու կարգը։
Զրոյից սկսելու փոխարեն օրինակ կրթության նախարար դարձավ մի մարդ, ով դիպլոմով բժիշկ էր, իսկ գյուղնախարարը ընդհանրապես չի հասկանում վնասատու լվիճներից։ Ասում ենք դեղերը չի սարքում, ազգա բռնեք, հերաները լցեք, տեղն ու տեղ կսարքեք։ Սովետի ժամանակ սատկում էր։ Սովետի ժամանակ լվիճ չկար։ Լվիճն ավելի սովետի ռիսկին աներ, դա ինչ-որ կուլտուրալ էր։ Ազատ պապի կարծիքով ներկայիս կառավարությունը պարզապես չի կարողանում խոստովանել, որ սովետական միությունը պետք չէր քանդել։ Հիմա ամեն ինչ արդեն անցյալում է, Ազատ պապը հավատում է լավ ապագային։ Առաջին հերթին պետք է նորմալ կրթություն ապահովել, որը հիմա չկա։ Սովորական մարդկանց սովետական մարդ սարքելը դժվար կլինի, բայց Ազատ պապը Պուտինին հավատում է։ Վերականգնվել է սովետը։ Ապեր երջեր քո աչքը չեն փորձել, դրամա չեմ ուզում այդ հարցը պատասխանել։ Կարմիր աչքով։